Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր հունիսի 2-ն է, ուզում եմ երկրորդ անգամ պարարդացնեմ հապալասի թփերը, առաջին անգամ պարարդացել եմ վաղ գարնանը մարտ ամսին, պարարդացել եմ այս պարարդանյութով, չեխերեն գրված է այս վերևը, հիմնական գարնանային յարուն գարունն է, պարարդանյութ, պարունակում է ազոտ և ծծումբ, Սիժան ամոնի, որ թարգմանում ենք հայերեն, լինում է ամոնիումի սուլֆատ։ Ժողովուրդ ջան, սրա մեջ կա, ասեցի, ազոտ և մեծ քանակի ծծումբ։ Որոշ մարդիկ գրել էին, թե ազոտ պետք չի։ Ժողովուրդ ջան, ազոտը բոլոր բույսերին վաղ գարնան է պետք է թափ առնելու համար։ Իսկ ծծումբը հիմնականում նրա համար, որ հապալասի տորֆի pH-ը չփոխվի, պահի ցածր։ Հիմա ես ցույց եմ տալիս թփերը, երբ որ տալիս ենք այս պարարդանյութը, տեսեք ինչքան նոր ջուղեր է աճել թփի վրա։ Այս նոր ջուղերը լինելու են եկող տարվա բերքատու ջուղերը, իսկ նայեք բերքը, ես հիմա ձեզ ցույց տամ, թե ինչքան բերք կա այս հապալասի թփի վրա։ Խնդրեմ, տեսեք, ամբողջը բերքի տակ է։ Հիմա այսօր ես պարարդացնելու եմ հատուկ պարարդանյութով, այսա ձեր էկրանների վրա դուք կտեսնեք, գրած է օրիգինալ պրոդուկտ, հնոյվոնդա պարարդանյութ է սպեցիալնի հատուկ պարարդանյութ հապալասների համար և թթու տոր սիրող բույսերի համար։ Տեսեք, ժողովուրդ ջան, ինչ է պարունակում։ Սա պարունակում է արդեն շատ մեծ քանակությամբ կալիում, ֆոսֆոր, մագնեզիում և սրա մեջ արտադրողը նաև գրում է, որ կա աղացակ եղջերուներ, դա բնական ազոտ է աղացած եղջերուների մեջ և կան շատ էլեմենտներ, որոնք օգտակար են հապալասի համար, կան տարբեր միներալներ։ Հիմա ինչ ձևով ես անում։ Ժողովուրդ ջան, ունի այս տեսքը, այս փայլուն կտորները, որ ես ասեցի աղացած եղջերուներ, սրանք պոզեր են, այծի, տավարի, այս սրանք։ Արտադրողը խորհուրդ է տալիս, որ սա պետք է անպայման լինի ուրեմն այս պարարդանյութի մեջ։ Ես տալիս եմ այս թփին, որ հիմա դուք տեսնում եք այս թփը, 2 ճաշի գտալ։ Լավ, այսքան շատ։ Խորհուրդ է տալիս 3 ճաշի գտալ, բայց իմ թուփս այդքան մեծ չի, որ մի 2-ը բավական է։ Հիմա ես սա պետք է լցնեմ թփի տակ, հավասարապես բաշխեմ։ Մեկ, մի հատ էլ, լցնենք ափիս մեջ։ Այսենց անցկացնում ենք թեթևակի անցկացնում ենք տակը, պարարդանյութը, շատ խորը չէ, որովհետև արմատները մակերեսորեն են, չվնասենք։ Անպայման ջրում ենք։ Ես երջերս մեր մոտ անում ենք գիշեր անձերևը, տորֆը թաց է, բայց որպեսզի պարարդանյութը շուտ քայքայվի հասնի արմատներին, ես ջրում եմ։ Այսպես ջրեցի, դրանից հետո վերցնում եմ շատերև ծառերի սղոցանից վերցած թեփ և թեփով մուլչովաց անում, ծածկում եմ տորֆի մակերեսը։ Սա ամեն տեսանյութում ասում եմ, որպեսզի հետաքրքրությունը թռչուններից չեղեմ, նրանք այս թեփի վրա չեն գալիս, գալիս են սև գույնի վրա որս փնտրելու։ Ծածկում եմ այս ձևով
Վերջ։ Հիմա այս բարձանքը պետք է օգնի արագ պտուղների մեծանալուն եւ հասունանալուն ժողովուրդ ջան։ Սա արդեն ամառային բարձացումներ։ Ես այս տեսանյութը կդնեմ հղումը գարնանային բարձացում ֆիլմի մասին, ռոլիկի մասին։ Ջրում ենք հետո սրանց հետո թեփը ծածկում եմ մանր սետկայով այն թփի վրա տակը կա, տեսնում եք, ցանց եմ դնում, որպես ընդհանրապես թռչունները չմոտենան եւ տոֆի խոնավությունը պաշտպանվի։ Հասկան այսօրվա թեման ժողովուրդ ջան, կանցրեմ տեսեք, բոլոր թփերը ունեն բերք։ Եթե տեսանյութը եղավ օգտակար ձեզ համար, հավանեցիք դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Բարին ընդ ձեզ, եղեք առողջ, ցտեսություն։